Գեգամ Նազարյան։ Շնորհակալություն, քանի որ խոսքը տեխնիկական անվտանգության ապահովման մասին է, ես ուզում եմ հստակեցնենք այս փոակը ում անվտանգությունն է ապահովում եւ հիշելով 22 թվականի օգոստոսի Երևանի առևտրի կենտրոններից մեկում տեղի ունեցած պայթյունը, ուզում եմ հարցնել, այս 3 տարվա ընթացքում պարզվեց իրոք տեխնիկական անվտանգություններ խախտվել եւ ով է պատասխանատվության ենթարկվել դրա համար եւ սա այն փոակի մասին է, որը էլի այդ խնդիրը պետք է կարգավորել ու չի կարգավորել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Նազարյան, տեխնիկական անվտանգության, ինչպես նաև հավատարմագրված մասնավոր կազմակերպությունները ըստ էության վերջիններիս գործունեությունը միտված է հանրային անվտանգության ապահովմանը եւ գլխավորապես վերջիններիս գործունեությունը կայանում է արտադրական վտանգավոր օբյեկտների նախագծման, շահագործման ընթացքի եւ կոնսերվացման կամ փակման փորձաքննություններ եւ զրակացություններ տրամադրելու մասով ես ճիշտն ասած ձեր վկայակոչած դեպքով չգիտեմ ավարտական ինչ են եղել պատճառները եւ հանգամանքները, եթե Սուրբանուի դեպքի մաս, եթե այնտեղ արտադրական վտանգավոր օբյեկտի հետ կապված խնդիր է եղել, ապա անպայման հանձնաժողովային կարգով դրան պատասխան տրվել է։ Նաեւ հավանաբար ներգրաված են եղել փոակի փորձագետները։ Սերգեյ Բագրատյան։ Չէ, ես պետք է Արձագանք։ Այս պայթյունի հետևանքով 16 հոգի մահացել է, զոհվել է, մեկը անհետ կորել է, նրանց թվում եւ հղիկին ու 3 տարի հանրությունը ի վերջո չի կարողանում հասկանալ այդ տեխնիկական անվտանգությամբ զբաղվողները զբաղվել են տեխնիկական անվտանգությամբ կամ չեն զբաղվել, եթե չեն զբաղվել, ինչու միջև հիմա գոնե մի հոգի չի դատապարտվել, որ մենք էլ հասկանանք ի վերջո ով էր մեղավորը, ով է իրականացնել այդ պայթյունը, կարող է տեխնիկական անվտանգությունը կապ չուներ, կարող է ինչ-որ մեկը չարամիտ դիտավորությամբ պայթեցրել է եւ պահպանումն էլ լավ է իրականացրել, բայց չարամտություն է եղել, որ չգիտեմ ինչ նպատակով ի վերջո 3 տարին կարծում եմ բավարար ժամանակ է, որ մենք այդ զոհվածների հարազատները իմանան ով է մեղավորը։ Շնորհակալություն, պարոն Նազարյան, ըստ էության ձեր հարցերի պատասխանները քրեական վարույթի շրջանակներում քննվող հանգամանքներ են եւ վարույթի արդյունքներով առավելապես դուք կարող եք ունենալ ձեր պատասխանները այս առումով։ Ես այս բան չգիտեմ վարույթի ավարտի մասին, եթե կարիքը կա, ես կարող եմ հետաքրքրվել եւ ձեզ հստակ ուղղություն տալ այս մասին։ Շնորհակալ եմ։